մասին, հապատետին, բայց պարզվում է ձեր հրապարակած տեսանյութերից, որ ինձ համար պարզ դարձավ, որ փաթեթը ձեռք բերելով ամբողջ ծավալից չեն կարողանում քաղաքացիները օգտվել։ Հիմա դա որքանով է ճիշտ վճարել եւ հարկերով դեպքում կոնկրետ ծառայություն չստանալ։ Տեսեք, այսօր էլ ընդհանրապես ապահովագրական փաթեթները իրենք որոշակի ծառայությունների շրջանակ են ծածկում եւ որևէ համակարգ չի կարող որևէ ծառայություններ բաց չթողնել։ Մեզ համար շատ կարևոր է, որ հստակ լինի, թե որ ծառայություններն են փաթեթի մեջ ներառվելու եւ այո, ճիշտ եք ասում, հանրային իրազեկման մասը մենք եւս շատ կարևորում ենք, որ ամեն ինչ լինի թափանցիկ եւ հասկանալի, որ ինչպիսին է լինելու փաթեթը եւ այդ փաթեթում ես ձեզ վստահեցնում եմ, այն հիմնական բեռը, որ այսօր մեր ժողովուրդը կրում է եւ ֆինանսապես բարդ իրավիճակի առաջ է կանգնում, երբ որ կարիք ունի վիրահատություն ունենալու, դեղորայք գնելու, այս փաթեթը այդ բազային կարիքները բավարարելու է։ Այնինչ, գիտեք, ամեն օր բժշկագիտությունը զարգանում է եւ իհարկե կլինեն ծառայություններ, որոնք որ այս ապահովագրական փաթեթից դուրս կլինեն եւ սա կլինի հենց մասնավոր ապահովագրական ընկերությունների համար կարևոր դաշտ փակելու այդ հավելյալ ցանկությունները, ծառայությունները եւ այլն եւ այլն։ Նարեկ ջան, եւ հարցին էլ ես օրինակ էի բերել, բայց կարծեմ մի փոքր շփոթություն կար, տպավորություն ստեղծեց, որ միայն այդ օրինակներն են, որ փակվելու են, դրանից դուրս բան չի փակվելու։ Ոչ, հստակ լինելու է ցանկ ծառայությունների եւ այդ ծառայությունները արդեն ներառված լինելով փաթեթի մեջ ապահովագրության կողմից փոխհատուցվելու են։ Դե գիտեք, որ աշխատանքները ընթանում են, թե ազգային ժողովում ենք ունեցել վերջին 2 շաբաթվա ընթացքում երևի 4 հանդիպում ենք ունեցել մեր ազգային ժողովի գործընկերների հետ, առաջիկայում էլ կունենանք եւս 1-2-ը եւ կառավարությունում ուրեմն արդեն այսպես նրանց հետ էլ ամբողջացնելուց հետո մեր դիտարկումն է, որ պիտի մտնի կառավարության նիստ։ Ինչու է նորակոչիկներից դա Զորակոչի փորձաքննությունների մասով, այո, 2 պիլոտ ենք իրականացնում, 2 մարզերում, ուրեմն Լոռի եւ Շիրակը, փոխգործակցության սկզբունքով Գյումրու բժշկական կենտրոնի եւ Վանաձորի բժշկական կենտրոնի միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որպեսզի մեր զորակոչիկները ստիպված չլինեն գալ հասնել Երևան, այստեղ օր, գումար եւ այլն հավելյալ ծախսեն եւ անցնեն համապատասխան բժշկական փորձաքննությունները։ Մենք գնահատել ենք կարողությունները, թե սարքավորումների եւ թե մասնագիտական եւ մոտեցնում ենք ծառայությունը նաեւ մեր զորակոչիկներին։ Եվ հաջող ընթացքի պարագայում այս 2 մարզի ապակենտրոնացման պարագայում նաև հետագայում կտեսնենք արդեն ընդհանուր ինչպիսի փոփոխություններ կիրականացնենք։ Ես կարծում եմ սա շատ կարևոր է։ Գիտեք ինչի, որտեղ շատերը անցնում են համակցված հետազոտություններ։ Պետք է առավոտ շուտ գալ, սոված լինել, մյուս հետազոտությունը մեկ այլ պահանջ է իրենից ներկայացնում եւ դրա համար մոտեցնել մարդուն իր բնակության վայրում այդ փորձաքննությունները անցնելը, ես կարծում եմ կարևոր քայլ կլինի։ Բայց իհարկե լինելու ենք խստապահանջ եւ մենք անմիջական աշխատում ենք մեր բժշկական կենտրոնների հետ, որովհետեւ այստեղ բացի մասնագիտական գիտելիքներից շատ կարևոր է նաեւ փորձագիտական մասը եւ պիտի որ ամեն բան հաջող անցնի։ Նախարար դուք եւս Փաշինյանը